Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավ է իրականացնում, դուք ինչ կասեք։ Թողանի, բայց հայը արժանապատվություն ունեցող, ավանդույթ պաշտպանող, եկեղեցին հարգող, սիրող, իր ազգին սիրող, հայը չի տնակո հետևից գնա, թողանի, իր իրավունքն է։ Մեր իրավունքն էլ ասել է, թե չէ։ Ինչ կա այդտեղ։ Չեք կիսում այսինքն նրա որդեգրած քաղաքականությունը։ Չէ։ Ինչ վատ բան է արել, որ այդպես է կամացած, օրինակ ինչ կասեք։ Ինչն է պատճառ հանդիսացել, որ դուք նման կերպ եք։ Դե այդքան հետ երկար պատմություն է, այդ դուք էլ լավ կիմանաք, ես էլ։ Ինչ լավ բան է արել։ Ինչ լավ բան է արել։ 5000 երիտասարդների զոհեց անիմաց տեղը, նորից հանձնեց հողերը։ Այդ քիչ է։ Միշտ խոսքերը իրան Արցախը, Հայաստանի ու վերջ այդ կարգախոսով եկավ իշխանության, սուտ դուրս եկավ, գնաց Եվրոպա, Արցախին զիջեց Ադրբեջանի կազմում, թուրք ադրբեջաներին ամեն ինչին զիջող, ազգային շահերը անտեսող մարդ է, եկեղեցուն հալածող, ոտնձգություններ հոգևորականության եւ այլ բաների դեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե ինքը չընտրվի, համադրական մեծամասնություն չլինի, ապա պատերազմ։ Դե այդ շանտաժ է ժողովրդին, շանտաժ, որտեղից գիտի, ուրեմն ինքը այդպես է պայմանավորվել։ Եթե այդպես է ասում, ես կարծում եմ, որ ինքը նախ ներքին կարգով պայմանավորվել է շնամիների հետ, որ իրան չլնելու դեպքում արձակվել։ Եթե ինքը այդպես է ասում, ես չգիտեմ, այդ որտեղից է ինքը իմանում։ Ձեր միջավայրում ընկերական հարևաններ, հա, նույն կերպ են մտածում, թե ունի։ Իհարկե։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, քանի որ եւ նրա թիմակիցները ասում են, որ իրենց շանսերը ընտրվելու շատ մեծ է, Ով ասում։ ռեյտինգ ունեն բավականին։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցներն են հայտարարել։ Դե կասեն, դոխոսեն, դա իրանց իրավունքն է։ Դե ասեն, ամեն մարդ ինքը իրավունք ունի, իր կարծիքը հայտնի։ Այդ իսկությանը որը այդ ցույց կտա ընտրությունը։ Դուք չեք ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դա իմ իրավունքն է։ Չեմ ասում։ Եվ ամփոփելով մեր զրույցը ինչ կասեք։ Ինչ որ ասեցի բավական է։ Ձեր անուն հասկանալ կասեք։ Չեմ ուզում։ Շնորհակալություն։